Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահը ելույթ կունենա միջխորհրդարանական միության վեհաժողովում։ Շալվա Պապուաշվիլին կզրուցի Վրաստանի խաղաղարար քաղաքականության եւ երկրի առջեւ կանգնած մարտահրավերների մասին։ Ելույթի հետ զուգահեռ խորհրդարանի նախագահը այս օրվա ընթացքում կանցկացնի նաեւ երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված են հանդիպումներ Եվրամիության մի քանի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների, ինչպես նաեւ Ասիայի մի քանի երկրների խոսնակների հետ։ Հիշեցնենք, որ վեհաժողովը հյուրընկալվում է Ստամբուլում եւ ձևաչափին մասնակցում է 157 երկրի պատվիրակություն։ Իսկ արդարադատության նախարարը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հանրային կառավարման փորձագետների կոմիտեի 25-րդ նստաշրջանում եւ զրուցել է Վրաստանում հանրային ծառայությունների ոլորտում իրականացված բարեփոխումների մասին։ Այսօր արդարադատության նախարարը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալների հետ տնտեսական եւ սոցիալական, ինչպես նաեւ քաղաքական հարցերով, ինչպես նաեւ կազմակերպության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը Ռուսթավի 2-ի եթերում անդրադարձել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում Վրաստանի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը։ Մակա Բոճորիշվիլիի գնահատմամբ Գերմանիայի արտաքին գերատեսչությունը կոտրել է գերմանական ճշգրտության մասին միֆը, քանի որ արդեն երկրորդ տարին է կայքում տեղեկատվությունը չի թարմացվում։ Խոսքը Գերմանիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվության մասին է, որտեղ վերջին տարիներին իրականացված բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությունները չեն շտկվել։ Վրաստանի ինքնավար ուղղափառ եկեղեցին պատրաստվում է նոր պատրիարքի ընտրությանը։ Հոգևոր առաջնորդի ընտրության ընթացակարգերի եւ կազմակերպչական մանրամասների մասին հոգևորականները զրուցել են առաջին ալիքի եթերում։ Սինոդի ընդլայնված նիստում 39 եկեղեցական ծառայող քվեարկության արդյունքում հավանաբար ապրիլի 24-ին նշանակված նիստում կընտրի պատրիարքության 3 թեկնածու։ Նույն օրը կպարզվի նաեւ, թե երբ կնշանակվի Վրաստանի եկեղեցու ընդլայնված ժողովը, որտեղ կընտրվի համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը։ Եկեղեցու առաջնորդ կդառնա այն թեկնածուն, որը կստանա առնվազն 20 անդամի ձայն։ Ինչպես հայտնի է, Վրաստանի եկեղեցու ժողովը կանցկացվի Սուրբ Երրորդության մայր տաճարում եւ դրան ներկա կգտնվի մոտ 2000 պատվիրակ։ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև բանակցությունները կկայանան այսօր։ Ինչպես ԱՄՆ-ի առաջնորդն է պարզաբանել, նա փորձում է թուլացնել լարվածությունը Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Ի գիտություն, անցած գիշեր Իսրայելի անվտանգության աշխատասենյակը քննարկել է Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը։ Իսկ լիբանանցի պաշտոնատար անձանց տեղեկություններով հրադադարի մասին որոշումը կարող է շուտով հայտարարվել։ Ռուսթավի քաղաքում ավարտին է մոտենում մշակույթի տան պատմական շենքի ամբողջական վերականգնումը եւ վերանորոգումը։ Ծրագրի շրջանակներում թարմացվել են ճակատային մասը, ներքին տարածքները եւ համերգասրահը։ Շենքն արդեն հագեցվել է ժամանակակից ջեռուցման, հովացման, օդափոխության, ձայնային եւ լուսավորման համակարգերով։ Տարածքը հարմարեցվել է սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար։ Կկահավորվի նորագույն բեմական սարքավորումներով, իսկ արտաքին հատվածում կստեղծվեն կանաչ գոտիներ եւ հանգստի տարածքներ։ Ենթակառուցվածքային արդիականացման հետ մեկտեղ փոխվում է նաև օբյեկտի հայեցակարգը։ Անգործության մատնված եւ մաշված շենքի փոխարեն կբացվի արվեստի տաղավար։